Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորության տեխնացու Ագնեսա Խամոյանին։ Բարի երեկո Տիկին Խամոյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Խամոյան, հատկապես վերջին օրերի քարոզարշավի ընթացքում հաճախ եմ լսում, որ օրինակ դուք ընտրողներին հորդորում եք, որ հնարավորինս շատ ակտիվություն ցուցաբերեն եւ շատ մասնակցեն ընտրություններին։ Հաշվի առնելով 2021-ին գրանցված ցուցանիշը, երբ 50%-ից էլ պակաս էր, բարձր կամ ցածր մասնակցության ցուցանիշը ում օգտին է։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ ձեր նրբանկատության համար, որ այդ փաստը ֆիքսել եք։ Այո, մեզ համար շատ կարեւոր է, որ ունենանք բարձր մասնակցություն, որովհետև ցածր մասնակցությունը դա նշանակելու է գործող իշխանությունների վերարտադրություն։ Եվ շատ հաճախ ես կարող եմ նաև անկեղծորեն խոստովանել, որ մեր քարոզարշավի քարոզչական այսպես թեզերի եւ բովանդակության զգալի մասը նրա մասին է, որ մարդիկ գնան եւ մասնակցեն ընտրություններին։ Մենք կարևորում ենք մարդկանց քվեն։ Դրանից հետո նաև ընդգծում ենք, թե ինչու է անհրաժեշտ, ինչու է կարևոր, ինչու է պետք ընտրել Հայաստան դաշինքին, բայց մասնակցության ցուցանիշի կարևորությունը, ընտրություններին մասնակցելու կարևորությունը հստակ ընդգծված շեշտադրում է մեզ մոտ։ Եթե մարդիկ չմասնակցեն ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը կարողանալու է լավ մոբիլիզացնել իր ընտրազանգվածին եւ ըստ այդմ ապահովել իր երրորդ անգամ անընդմեջ վերարտադրությունը։ Ես շատ հաճախ նաեւ քաղաքացիներից այսպես կուլիսային շփումների ժամանակ կամ ոչ քարոզարշավի շրջանակներում նկատում եմ, որ կա մի այսպիսի ձևավորված միտք, որը շատ տարածված է եւ նաեւ ուզում եմ խոստովանել, որ գալիս է նաեւ այսպես տարիների հեռվից, որ իրենց ձայնը որոշիչ չէ, ինչ կարող է որոշել իրենց մեկ ձայնը, բայց ես մի այսպես տնային աշխատանք եմ ուզում տալ մեր քաղաքացիներին եւ առաջարկում եմ մի տեսարան պատկերացնել, որ երբ որ յուրաքանչյուրը այդպես մտածի, որ իր ձայնը որոշիչ չէ, ապա ընտրություններին առհասարակ կարող է մասնակցության 1, 2, 3, 4 կամ 5% ցուցանիշ լինել եւ ստացվելու է, որ խիստ փոքրամասնությունը որոշելու է իրենց հետագա 5 տարիների կյանքը։ Եվ նաև սա շատ կոնկրետ օրինակով եմ ուզում բերել, այսօր Երևանի քաղաքապետը ընտրված է երևանցիների 9% ձայների հետևանքով։ Իսկ եթե ստացվի այնպես, որ դուք հորդորեք քաղաքացիներին, որպեսզի նրանք գնան ընտրության, բայց գնան ընտրության ու ձեր ուժին ձայն չտան եւ իշխանությանը ձայն տան եւ այդ պարագայում ունենանք պատկեր, երբ իշխանությունը շատ ավելի բարձր քվե ստանա։ Չէ, ներողություն եմ խնդրում, փոքր-ինչ թյուրըմբռնում տեղի ունեցավ երևի իմ խոսքի մեջ կամ ընկալումը սխալ եղավ, մենք կոչ չենք անում պարզապես գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին գնալ եւ իրենց ձայնը տալ կոնկրետ այն քաղաքական ընդդիմադիր ուժերին, որոնք շատ ռեալ, հստակ, ակնհայտ հաղթահարում են անցողիկ շեմը, այսինքն խոշոր միավորներ են եւ դրա շնորհիվ նաեւ հնարավոր կլինի բարձր մասնակցության ֆոնին հասնել իշխանությունների, այս իշխանությունների հեռացման։ Մեզ համար ոչ թե կարևոր է, որ օրինակ մենք լինենք, չգիտեմ, ամենամեծ ընդդիմադիրը խորհրդարանում կամ չգիտեմ, երկրորդը լինենք, խնդիրը ոչ թե շատ մանդատներ, շատ ընդդիմադիր մանդատներ ունենալն է, այլ խնդիրը այն է, որ բարձր մասնակցություն լինի, ընդդիմադիր ուժերը կարողանան ավելի շատ ձայներ հավաքել, իշխանությունը չունենա սահմանադրական մեծամասնություն եւ ըստ այդմ տեղի ունենա իշխանափոխություն։ Վերջին օրերին ներքաղաքական խոսույթում շատ ավելի հաճախ նկատում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց շատ ավելի քննադատում է, քան օրինակ քարոզարշավը տանում է բովանդակային ծրագրեր ներկայացնելու ուղղությամբ եւ դուք ասում եք, որ եթե ժողովուրդը ընտրի Նիկոլ Փաշինյանին, ես մեջբերում եմ, ընտրում են Ալիևին։ Արդյոք սա տեղին համեմատություն է։ Ես կարծում եմ, սա առավել քան տեղին հայտարարություն է,
սա առավել քան տեղին խոսույթ է եւ դրանից անգամ չի հրաժարվում Նիկոլ Փաշինյանը։ Վերջերս մի սուր, այսպես նաեւ փոխհրաձգություն տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերրակա իհարկե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան Դաշնքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև եւ բազմաթիվ որակումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը չէր անդրադարձել բացառապես մեկին, դա Ալիևի տուզիկ արտահայտություններ, բացարձակապես դրան չէր անդրադարձել, որովհետև իրենք դրա հետ կապված խնդիր չեն տեսնում։ Իրենք հայ ժողովրդից չեն թաքցնում, որ իրենք համագործակցում են այսօր Ադրբեջանի հետ։ Ուղիղ են համագործակցում Ադրբեջանի հետ, որովհետև երբ որ մենք խոսում ենք օրինակ երաշխավորների ինստիտուտի ներդրման մասին, իրենք ասում են, որ դա ոչ արդյունավետ է, դա մեզ պետք չի, դա մեզ ոչինչ չի տալու, ավելի լավ է մենք եւ Ալիևը իրար հետ ուղիղ բանակցենք եւ ամեն ինչ կանդրադառնամ այդ հարցին եւ ամեն ինչ կախված լինի ընդհանրապես Իլհամ Ալիևի քմահաճույքից։ Խոսույթի մասով առհասարակ բոլոր քարոզարշավներն է հիմնականում այդպես լինում։ 21 թվականի քարոզարշավի խոսույթը շատ ավելի սուր էր եւ ես ցավով պետք է արձանագրեմ, որ հատկապես վերջին ընտրությունների ժամանակ, վերջին այսպես տարիներին ծրագրերի ներկայացման այսպես չափաբաժինը ընդհանուր քարոզարշավի մեջ այդպես մեծ տոկոս չի կազմում, իսկ Ադրբեջանի հետ Ադրբեջանի ներկայացուցիչը լինելու մասով Նիկոլ Փաշինյանը նաև ուզում եմ ընդգծել, որ ի տարբերություն 21 թվականի խորհրդարանական ընտրությունների, երբ որ խոսում է Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին, հիմա ուղիղ տեքստով կանգնում է եւ քարոզարշավի ժամանակ ասում է, որ իմ վերընտրվելու պարագայում կոնկրետ տարածքներ կան Հայաստանում, որոնք պատկանում են Ադրբեջանին եւ ես դրանք վերադարձնելու եմ Ադրբեջանի Հանրապետությունը։ Ես ուզում եմ հասկանալ սրանից ավելի լավ օրինակ, որ հայ ժողովուրդը, հայ մարդը ընտրելով Նիկոլ Փաշինյանին, ընտրում է Իլհամ Ալիևին, ինչը կարող է էլ լինել։ Ու եթե 21 թվականին ինքը խաբում էր ժողովրդին, թաքցնում էր իր իրական նպատակները, ապա այս ընտրությունների ժամանակ ամբողջությամբ փոխել է իր ռազմավարությունը եւ հայ մարդուն, այն մարդուն, որը ցանկանում է ընտրել իրեն, հանցակից է դարձնում։ Մենք ասում ենք, Հայաստանի Հանրապետությունում չկան ադրբեջանական տարածքներ։ Շատ ուղիղ տեքստով ենք ասում։ Այդ խոսույթը մեզ համար ընկալելի չի։ Մեզ համար ընկալելի չի առհասարակ նման ձևակերպումները, բայց շատ հստակ հայտարարում են, Հայաստանում չկան ադրբեջանական տարածքներ։ Բայց Հայաստանում կա իրավիճակ, երբ որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Մենք այս տարիների ընթացքում վերջին ունեցել ենք իրավիճակ, երբ որ իրականացվել է սահմանազատում եւ սահմանագծում եւ բացառապես Հայաստանի տարածքների զիջման հաշվին է իրականացվել դա։ Դրա հետ մեկտեղ որևէ բառ, որևէ պահանջ, ձևակերպում, խնդրանք, ինչ ուզում եք անունը դրեք Ադրբեջանին, որ դուրս արի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, նման բան չի եղել։ Հնարավոր չի, որ երկու երկիր առհասարակ երկրագնդի վրա այդպիսի դեպք չկա, որ երկու երկիր կնքեն խաղաղության պայմանագիր եւ կողմերից մեկը մյուսում ունենա իր հայրենակիցներին գերեվարված կարգավիճակում։ Շատ པարզ է ինչի չի ստորագրվում խաղաղության այդ նախաստորագրված փաստաթուղթը, որովհետեւ Իլհամ Ալիևը շատ հստակ պահանջներ ունի եւ այդ պահանջները բավարարվելու են միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության պարագայում։ Խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին է, դրա մասին Ադրբեջանի ղեկավարը չի թաքցրել այդ ձևակերպումները, ես վստահ եմ դուք բազմիցս լսել եք, չնայած նրան, որ իշխանությունները ասում են, ոչ, մենք Ադրբեջանի պահանջով չենք փոխում սահմանադրությունը։ Անկախության հռչակագրից հրաժարվելը շատ ուղիղ Ադրբեջանի պահանջն է եղել եւ երկրորդ պահանջը, որի акցենտավորումը գուցե այդքան հստակ չի եղել, բայց ակնհայտ է դա ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանի Հանրապետությունում։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրից հետո մինչև այդ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խնդիրներ կան նաև Ադրբեջանի սահմանադրության մեջ, այո, որտեղ պահանջում են այդ խոսույթը հիմա չենք տեսնում, ըստ ձեզ ինչու։ Իրենք շատ ուղիղ հայտարարել են։ Այո, հենց իրենք են հայտարարել, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետությունից։
Մյուս կողմից ասում են որ Հայաստանի սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանից։ Շատ լավ։ Երկու կողմեր են, տեսեք, ուզում եմ շատ այսպես պարզ մարդկային բացատրել մեր հեռուստադիտողների համար։ Ունենք մի կողմ, մի իրավիճակ, երբ որ նույնաբովանդակ այսպես հավասարեցնենք սահմանադրությունների պահանջները, տարածքային պահանջները միմյանցից։ Մի կողմում կա սահմանադրություն Ադրբեջանի Հանրապետության, որտեղ կա տարածքային պահանջ, շատ հստակ տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետությունից, մի կողմից կա Հայաստանի սահմանադրություն, որտեղ ադրբեջանցիների պատկերացմամբ, այսինքն մյուս կողմի պատկերացմամբ կան տարածքային պահանջներ իրենից։ Հիմա ո՞նց է ստացվում, որ բանակցությունները գնում են նրա շուրջ, հանգում են նրան, որ կողմերից մեկը մյուսի պահանջով, այսինքն Հայաստանը Ադրբեջանի պահանջով պետքա փոխի իր սահմանադրությունը, բայց նույնաբովանդակ պահանջ Հայաստանը Ադրբեջանի առջև չի դնում։ Ինչի մասին է դա։ Դուք կարող եք ասել, որովհետև մենք պարտված կողմ ենք։ Ես առհասարակ առաջարկում եմ, եթե մենք այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, չգիտեմ, տատիկներին բնորոշ այսպես վարքագծով ձեռքներս խփենք ծնկներիս եւ ասենք մենք պարտված կողմ ենք եւ վերջ։ Այլևս ոչինչ չենք կարող անել։ Բայց դա շատ հստակ բանակցային նրբություն է, շատ հստակ լեգիտիմ պահանջ է։ Շատ լավ, եղբայր։ Եթե ես պարտավորություն եմ ստանձնում փոխելու իմ սահմանադրությունը, որովհետև դու կարծում ես, որ այդտեղ տարածքային պահանջներ կա, հայելային տրամաբանությամբ, հիշում եք, այդ ձևակերպումը շատ էր Նիկոլ Փաշինյանը օգտագործում, հայելային տրամաբանությամբ դու եւս պետքա փոխես քո սահմանադրությունը։ Ես կարծում եմ, այստեղ չգիտեմ, ինչ որ հեծանիվ հորինելու, չգիտեմ, այլ իրավիճակներ, ենթատեքստեր, նկարագրեր տալու անհրաժեշտություն չկա։ Եթե երկու կողմ իսկապես ազնիվ է իր մղումների մեջ եւ երկուսն էլ ցանկանում են գնալ խաղաղության։ Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը, բայց այսինքն ի՞նչն է տանում փակուղի։ Ուրեմն ոչ Հայաստանը պետքա փոխի իր սահմանադրությունը եւ Ադրբեջանը պայմանագրից եւ միգուցե հնարավորություն տա Ադրբեջանին նոր սադրանքների դիմելու։ Գիտեք, ես այդ տրամաբանությամբ ուրեմն օրինակ Նիկոլ Փաշինյանին կարող է Իլհամ Ալիևը օրինակ առաջարկի, որ ինքը ՊՊԶ Իլհամ Ալիևն էլ իր վրայով թռնի։ Համաձայն եք դուք դրան, ինքը համաձայն է դրան։ Այսինքն ի՞նչ է նշանակում, որ մենք պարտված կողմ ենք, հասկացանք, արձանագրեցինք այդ փաստը, որ պարտված կողմ ենք։ Հասկացանք դա։ Այդ նշանակում է, որ մենք ոչինչ այլևս չենք կարող անել։ Լավ, ուրեմն Ադրբեջանը ասում է, որ Երևանը ադրբեջանական է, Երևանը ասում է, Սևանը ասում է ադրբեջանական է, Հայք վաղ առաջարկելու է 2027 թվականին, 26 թվականի աշնանը առաջարկելու է, որ պետք է մենք տանք, թե չէ ադրբեջանցիները հարձակվելու են եւ սադրանքներ են հրահրելու։ Դուք կողմ եք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք խոսույթ առհասարակ, այս իշխանությունները տարել են նրա, որ Ադրբեջանը ինչ ուզի, ինչ պահանջ ձևակերպի, պետք է անենք եւ լեգիտիմ է։ Եվ հենց իրենք են լեգիտիմացնում այդ ամբողջ խոսույթը եւ այն ամբողջ պահանջները, որ ներկայացնում է Ադրբեջանը։ Ադրբեջանը մի դեպքում է հարձակվելու Հայաստանի Հանրապետության վրա։ Մեկ դեպքում, երբ որ վստահ լինի իր երաշխավորված հաղթանակի վրա։ Իսկ երաշխավորված հաղթանակ ինքը կարող է ունենալ միայն թույլ, ստորացված, գլուխը կախ, անկարող, ինչպես ժողովուրդն ասում, հարիվ ղեկավարի դեպքում։ Իշխանությունը ասում է, իսկ դա միայն Նիկոլ Փաշինյանին է այս որակումները բնորոշ։ Գիտեք, այսօրվա աշխարհում այսպես շատ խաղուպար չի հարձակվել պատերազմ հրահրելը։ Կարող է դա գերտերությունների համար, այսպես այո, չգիտեմ, Թրամփի համար օրինակ նորմալ է, Ամերիկայի համար նորմալ է, օրինակ հարձակվել Իրանի վրա, հետո իհարկե չկարողանալ այդ կոնֆլիկտից օգուտներ քաղած այսպես դուրս գալ, բայց Ադրբեջանի համար այդքան հեշտ չի եւ ես չեմ ուզում, որ մեր ժողովրդին այսպես պատերազմի այդ վախի ասեղի վրա նստածրած փորձեն ամեն ինչ մատուցել եւ փորձեն այն բոլոր պահանջները, որ Ադրբեջանը դնում է, բավարարել։ Չի լինելու պատերազմ։
չի լինելու պատերազմ, եթե Ադրբեջանը երաշխավորված հաղթանակ չունենա։ Միայն իր գործընկերոջ Նիկոլ Փաշինյանի դեպքում է ինքը երաշխավորված հաղթանակ ունենալու։ Ռոբերտ Քոչարյանը այս քարոզարշավի ընթացքում բազմիցս ասել է, վստահեցրել է, որ իր ընտրվելու դեպքում, իր երկրի ղեկավար լինելու դեպքում պատերազմ չի լինելու։ Դա հստակ է։ Նորից եմ ասում, պատերազմ հրահրելը դա խաղոպար չի ու չի կարելի։ Անամոթության կներեք գագաթնակետն է մարդկանց պատերազմի վախի վրա շանտաժի ենթարկել, որ քվեարկեն քեզ։ Պատերազմ եղել է 3 անգամ իդեպ այս իշխանությունների օրոք, մենք տարածքային կորուստներ, մարդկային կյանքեր ունեցել ենք, խլված մարդկային կյանքեր ունեցել ենք այս իշխանությունների օրոք։ 10 տարի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք որևէ սադրանքի Ադրբեջանը չի էլ համարձակվել գնալ։ Դուք կարող եք ասել, որ գուցե հիմա ժամանակներն են այլ, ժամանակները այլ չեն, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի առաջնորդ ունի երկիրը։ Տիկին Խամոյան, ձեր հրապարակային հայտարարությունների մեջ նաև մյուս ընդդիմադիր գործիչները հաճախ ասում էին, որ իշխանությունը մեղրիով անցնող այդ ճանապարհը հանձնում է Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց իշխանությունը օրինակ այսօր հակադարձում է, որ տեսեք, ոչ միայն ճանապարհ միջանցք չեն տրամադրել, այլ գործարկվում է օրինակ թրիփի ուղին, որը տնտեսական մեծ օգուտներ է բերելու Հայաստանին։ Այս ծրագիրը դուք ինչպես եք գնահատում։ Երեք մեղրիում էինք, այսպես հումորով մոտեցել եմ նախագահին, ասում պարոն նախագահ, բա մեղրին չէիք հանձնել, հիմա մենք որտեղ ենք գտնվում։ Իսկապես շատ սյուր է, էլի, առհասարակ այն ահռելի ապատեղեկատվությունը, որ մի քան 2 տասնամյակից ավել տարածվել է Ռոբերտ Քոչարյանի մասին, նրա իրականացրած գործողությունների քայլերի մասին, շատ սյուր է իսկապես։ Ինչի մասին էր այդ որ ասում են, մեղրին հանձնել են, բայց մեղրին իր տեղում է։ Դա Քիվեստի փաստաթուղթներ, որով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանի Հանրապետության։ Լինելու են էստակադաներ։ Էստակադաներ են լինելու։ Հիմա իրենք ինչ են առաջարկում։ Իրենք ճանապարհը տալիս են բացառապես ամերիկյան վերահսկողությանը, եթե չեմ սխալվում 95 տարով, այո, ամերիկյան վերահսկողությանն են տալիս։ Եվ մենք ինչ ենք ասում, այս երկու իրականությունները իրար հետ համադրելով, որ Իրանի քթի տակ, երբ որ դու ամերիկյան վերահսկողությամբ թրիփ ես կառուցում, բացառապես ամերիկյան վերահսկողությամբ թրիփ ես կառուցում, դա քո համար կարող է լուրջ անվտանգային խնդիրներ ստեղծել։ Մենք ասում ենք, որ այդ թրիփը կարճ ճանապարհը մի քանի տասնյակ կիլոմետրանոց պետք է ընդլայնվի։ Եվ այդտեղ ոչ միայն լինի Ամերիկան, այդտեղ ներկայացվածություն ունենան նաև այնպիսի երկրներ, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն Իրանի հետ, զսպելու համար, հակակշռելու համար այդ վտանգը։ Հիմա այս իշխանությունները ինչ են ասում, ասում են, չէ, հնարավոր չի։ Նույն բանը երաշխավորների հետ են կապված ասում, ես մոռացա նախորդ հարցի ժամանակ անդրադառնալ։ Ասում ենք, եղբայր, երբ որ դու Ադրբեջանի հետ ուզում ես խաղաղության պայմանագիր կնքել, իսկ այդ խաղաղության պայմանագիրը բացառապես Իլհամ Ալիևի քմաճույքից է կախված լինելու, ու հենց իրենք են խոստովանում, ասում են, որ Ադրբեջանը կարող է հարձակվի, սա անենք, սա չանենք, կարող է հարձակվի։ Շատ պարզ բան ենք ասում։ Ընդունելի միջազգային այսպես պրակտիկայում ձևակերպումներ ենք տալիս։ Ասում ենք, որ այդ խաղաղության պայմանագիրը, իսկ խաղաղություն բոլորն են ուզում։ Դա էլ են ապականում, ասում են, ընդդիմությունը խաղաղություն չի ուզում։ Ես ուղղակի չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը մարդ, որ խաղաղություն չուզենա։ Ոնց կարող է մարդը, ով պատերազմի մասնակից է եղել, ընկերներ է կորցրել, ամենալավը գիտի դրա գինը, չուզենա խաղաղություն։ Բայց ասում ենք, այդ խաղաղությունը պետք է ունենա հստակ երաշխավորներ։ Ասում են, երաշխավորի ինստիտուտը լավը չի աշխատել եւ այլն։ Չեն կարող օրինակ, չգիտեմ, այս դեպքում օրինակ Ամերիկա, Չինաստան, Ռուսաստան
կամ Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան, ասում են դե դա չի լինի, դա չի ստացվի։ Առհասարակ խլացնում են այդ քննարկումը բովանդակային։ Ասում են դիմել եք։ Դուք դիմել եք, չեն դիմել։ Ինչն է ձեզ խանգարում։ Այսինքն դուք ինչի չեք ուզում, որ երաշխավորի ինստիտուտ լինի։ Չենք ասում է սլակները ուղում են դեպի նա, որ այ դուք ուզում եք, որ Ռուսաստանը ռուսաստրուկներ, ռուսա չգիտեմ ինչ, վասալներ եւ այլն, չէ՞, այդպեսի նաեւ տպավորություն են հանրության մոտ ուզում ձևակերպել։ Չենք ասում Ռուսաստանը։ Ասում ենք Ռուսաստանը, Չինաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան։ Շնորհակալություն։ Դիմել եք, չեն դիմել։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանի հետ, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։